Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 17։ Ով է Աստված քեզ նման, անօրենություն վերառնող և իր ժառանգության մնացորդի մեղքից անցկենող, որ չի պահում իր բարկությունը հավիտյան, որովհետև նա ողորմություն սիրող է։ Միքիա 7:18 խոսք։ Ներումը մեղմացնում է բոլոր տառապանքները, ներողամտությամբ լի մի խոժոռումն ավելի լավ է, քան 1000 ժպիտ առանց ներման։ Մեղքը խաչի խայթն է, իսկ ներողամտությունը այդ խայթի վերացումը։ Երկնքի տեսարանը մեղմացնում է խաչը կրելը երկրի վրա։ Ստեփանոսի վրա նետված քարերը նրան գրեթե չցավեցրին, երբ նա տեսավ, որ իր փրկիչը բացեց երկինքը նրան ընդունելու համար։ Սակայն սոսկալի տեսարան է տեսնել մահը, որը ուղիղ նայում է մեր աչքերի մեջ և վերևում բարկացած ու վշտացած Աստված է կանգնած, ով պատրաստվում է մեր ողջ մեղքը մեզ վերագրել։ Մեղքը դառնություն է ավելացնում և խորացնում տառապանքը, բայց մեղքից ազատագրումը թեթևացնում և մեղմացնում է այն։ Մեղքերի թողությունը կարող է մեզ հույս տալ մնացած բոլոր օրհնությունների համար։ Իսկ միթե Աստված ամենադժվար բանը կատարելուց հետո կանգ կառնի ամենահեշտի վրա։ Միթե նա չէ լեռներ տեղաշարժել և միթե փոքրիկ բլուրները կկանգնեցնեն նրան։ Ավելի հեշտ է մեզ երկինք բարձրացնել, քան ներել մեր մեղքերը ի սկզբանե։ Որովհետև թե որ դեռ թշնամի էինք, Աստծո հետ հաշտվեցանք նրա որդու մահովը, որքան ավելի, որ հաշտված ենք, կապրենք նրա կյանքովը։ Հռովմայեցիս 5:10 խոսք։ Այդ պատճառով անհրաժեշտ էին Աստծո որդու մահն ու հարությունը, որպեսզի ողորմության և արդարության միջև հաշտություն և համաձայնություն հաստատվեր։ Բայց քանի որ դա արդեն կատարված է, Փրկիչը այժմ մեզ փրկում է իր կենդանի արյունով։ Քանի որ նա մահացավ մեր մեղքերի թողության համար, այլևս կարիք չկա, որ նա կրկին մահանա մեր հետագա փրկության համար։